Մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, այդ թվում պարոն Վարդևանյան։ Քանի որ պետաիրավական հարցերի հանձնաժողովն է, ես կփորձեմ ելույթից մի հատված գոնե իրավական մասով խոսել, բայց անցնող 2 օրերին, հատկապես վերջին պարոն Կարապետյանի ելույթից հետո ես սկսեցի արդեն հավատալ իմ մտքին, որ ուժեղ Հայաստան խմբակցությունից պատգամավորներ դուրս են գալու եւ իմ կարծիքով պարոն Կարապետյան, իմ տպավորությամբ առաջինը դուք եք փախնելու այդ խմբակցությունից, որտեղ եթե ձեր ելույթը խմբագրենք այսօրվա կամ առաջին օրվա ելույթը, եկեք փորձ անենք, խմբագրենք, անունը փակենք ով է, դուրս գանք փողոց, հարցնենք ու սենց պարոն Վարդևյան կասա ռեբուս անենք, ասենք հələ մատ գուշակ եք եսում ելույթը կլինի, ինձ թվում է 10-ից 10-ը հաստատ ձեր անունը կամ ձեր այս կողմից անուն չի տա։ Ես կարծում եմ մենք պետք է օգնենք, փրկենք պարոն Կարապետյանին, որպեսզի դուրս գա, որովհետև դուք ելույթ եք ունենում, ձեր խմբակցության անդամները չեն հարգում ձեր ելույթը, ու էլի գալիս են ձեր ասած, խոսում են այդ պահից առաջվա տեղի ունեցած բաների մասին։ Ես այդ թվում դրա համար եմ հիմա նաև արձագանքում որոշ հնչած մտքերի։ Ուզում եմ խոսել եկեղեցի պետություն, շատ խոսվեց։ Այս մասին Տիկին Գալստյանի հետ կարծեմ նաև հանձնաժողովում եմ ասել։ Ուրեմն տեսեք, մեր սահմանադրության մեջ գրած չի եկեղեցին անջատա պետությունից, առավել ևս հայ առաքելական եկեղեցին։ 1995 թվականի սահմանադրությունը երբ ընդունվել է առաջին անգամ, այդտեղ ընդհանրապես ոչ մի բան չկար գրած եկեղեցու մասին, կար կրոնական խղճի ազատության մասին։ 2005 թվականին առաջին անգամ, երբ սահմանադրական փոփոխությունները Ռոբերտ Քոչյանը երկրորդ թե երրորդ փորձից անցկացրեց, այդտեղ նոր մտավ դրույթ, ասեց, որ կրոնական եկեղեցին անջատա պետությունից ու ասես նաև օրենքը ապահովում է բոլոր կրոնական կազմակերպությունների ազատությունը, բայց այդտեղ մի հետաքրքիր նորմ մտավ, որը հետո 15 թվականին էլ ավելի վերափոխվեց, ինչ գրվեց, ասեց այս պահին գործող մեր սահմանադրությունն ասում է կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից, բայց հետո երբ որ արդեն խոսում է ավելի մասնավոր հայ առաքելական եկեղեցու մասին, ասում է այ այն բոլոր կրոնական կազմակերպություններից բացի հայ առաքելական եկեղեցի եւ պետություն հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով, այսինքն մեզ օրենսդիրին սահմանադրությունը տվել է այդ հնարավորությունը, որպեսզի մենք գանք այստեղ եւ կարգավորենք պետություն եւ հայ առաքելական եկեղեցի հարաբերությունները։ Մի բան, որը ըստ սահմանադրության օրինակ չեն կարող անել ոչ հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Օրինակ չեն կարող հայ կաթոլիկ եկեղեցու եւ պետություն առանձին օրենք ընդունել։ Դրա համար էլ կա Հայաստանում հայ առաքելական եկեղեցու մասին առանձին օրենք։ Այդ օրենքի շրջանակներում էլ կարգավորում է որոշակի հարաբերություններ։ Հաջորդը, որ ասում եք պետությունը մտել է եկեղեցի։ Գիտեք ով է առաջին անգամ, պարոն Ղազենյան, դիմել դատարան ու ասել ոչ թե օրինակ որ ես չգիտեմ, ԱԺ-ի հետ խնդիր ունեմ։ Հայ առաքելական եկեղեցին առաջին անգամ մտել դատարան, գիտեք ինչ հարցով։ Ասել է ես մի հատ հոգևորական կա 2000 այս տարվա կարծես փետրվարին էր։ Ասել է ես մի հատ հոգևորական կա, որին կարգալույծ եմ արել, հարգելի դատարան, խնդրում եմ ապահովի, որ ինքը բանալիները տա ինձ։ Այսինքն ինքն է գնացել մտել այդ դատարան, այդ դրանով ընդունելով, որ ինքը կարա իր ներքին հարաբերությունները պարզի դատարանի միջոցով, գնաց ասել հարգելի դատարան, խնդրում եմ ապահովեք իմ այն որոշումը, որով որ ես զրկել եմ իրավունքից այսինչ նախկին քահանային վանքին տնօրինելու կամ տիրապետելու, ոչ թե տնօրինելու, խնդրում եմ ապահովի։ Հիմա այդ նույն դատարանն էլ ասում է կարա, չէ, ասի, որ դե եթե դու մի անգամ ինձ եկել ասել ես պայմանական, որ Սիսակին հեռացրել եմ ապահովի սա, հիմա էլ օրինակ Սիսակն է եկել ինձ ասում, այս մարդը, որ ինձ հեռացրել է, ապօրինի է, խնդրում եմ հարաբերությունները մեր պարզի։ Սա այս մասով։ Այսինքն եթե այդ տրամաբանությամբ գնանք, առաջին սուբյեկտը, որ դիմել է դատարան, դա եղել է հայ առաքելական եկեղեցին։ Եվ երկրորդ այն կտորը չհասկացա, էլի, այսինքն գալ ասել գողերեք դա վիրավորական չի, բայց փուրը տալը վիրավորական է։ Ուզում եմ հասկանամ այդ որ պանյատով ենք, էլի, առաջնորդում եմ պարոն Մանուկյանի ասած մանդատները դնեն գնանք դուրս խոսանք։ Պարոն Մանուկյանը այստեղ չի, պարոն Մանուկյան, այդ պանյատներով ես, դուք այստեղ նստած որևէ մեկս այլևս չենք կարող օրենքով գող դառնալ։ Պանյատներով չի, հասկացողություններով։ Ես հատուկ ասեցի, այո, կարող եմ հայերենով ասել, շնորհակալ եմ։ Այսինքն գալ ասել, որ փուրը տալը վիրավորական է, բայց ֆրալ ասել գողերը ձեր համար, այսինքն որ դες ասում են գող դուք դրանից լավ եք զգում, բայց ասենք փուրը տալիս եք վատ եք զգում։ Հիմա մի բան։ Ուրեմն գրած է մեր
տեղեկատվական բանն է, պաշտոնական տեղեկագիրն է, 2002 թվականից եմ գալիս։ Պարոն Խաչատրյանը չկա։ Վերածավ։ Վավերացնում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյան։ 2005 թվական, հոկտեմբերի 27։ Կոչվում է Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին ծրագիրը։ Հոդված առաջինում ասում է Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29743 քառակուսի կիլոմետր։ Այս Ռոբերտ Քոչարյանն է։ Հետո 2000, այստեղ հերթականությամբ եմ էլի ուզում դնեմ, մի հատ 2005 կար։ 6 էր, հա։ 2006 թվական։ Այստեղ հետաքրքիրները արժևում են։ Էլի վավերացնում եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյան Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության եւ պաշտպան հաշվետվության մասին որոշումն է։ Ստորագրել է էլի Ռոբերտ Քոչարյանը, գրած է Հայաստանի Հանրապետության տարածքը 29743։ Գալիս ենք 2007 թվական, էլի նախագահ Ռոբերտ Քոչարյան կոչվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող անշարժ գույքի կադաստրի զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին։ Ուրեմն հոդված 4-ում, պարոն Լևոն Քոչարյան, այդ զուտ որ խոսում եք դրա համար է ասում, ոչ թե որ ձեր հայրն է ստորագրել։ Հոդված 4-ում գրված ասում է Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է ընդամենը 29800 քառակուսի կիլոմետր։ 2000 հիշում ենք, ընթերցում է 2, 6, այս 7-ին արդեն դարձավ 29800, բայց այս որոշման абսուրդը գիտեք որն է։ Ուրեմն իրավական առումով 4 հոդվածում տենց է ասում, գալիս ենք ծախսերի նախահաշիվ այլ հոդվածում, ասում է Հայաստանի Հանրապետության տարածքը 29810 է։ Հետո այս նույն որոշումը, որ մի փաստաթուղթ է, ժողովուրդ ստորագրել է էլի Ռոբերտ Քոչարյանը, ծրագրի հիմնավորման մեջ Հայաստանի Հանրապետությունը դառնում է 29743։ Հասկանում եք, մի փաստաթուղթ է, որ սենց ստորագրել է, 3 տարածք է գրած 29800, 29810 եւ 29743։ Հետո ասում եք դասագրքեր, չէ, դասագրքերից չի միայն։ Ու այստեղ էլի կա, ես առանձնացրել եմ թվով 10 իրավական ակտեր, իդեպ որոնց մի մասը ըստ Արգլիսի շարունակում են գործել, որտեղ կա բոլոր տեղերը, ինչի եմ հիմնականում սահան է, որտեղ պարոն Խաչատրյանն էր ասել, դրա համար առանձնացրել եմ միայն Ռոբերտ Քոչարյանը, բայց այստեղ կա նաև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարին եւ իր ստորագրությունը կա դրված էլի 29743 եւ կա նաև ինչու ոչ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին որոշումը, որտեղ էլի գրված է 29743 Հայաստանի Հանրապետությունը։ Սա այս մասով որ շատ է խոսվում, ասում եք Ալիևի, ես անկեղծ եմ ասում, ես եթե ուզում եմ իմանամ, օրինակ, ինչ է ասել Ալիևը երեկ, այսօր, ինչ է հագել, ես չեմ կարդում հագինաս։ Ես բացում եմ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի որևէ վերաբերյալ որևէ լրատվություն եւ սկրոլ եմ անում, տեսնում որտեղ ընդդիմադիրներն են խոսում, ասում լավ, հաստատ այսօր նայել են Ալիևը ինչա կերը, ինչա հագի, ինչա խոսացել։ Տեսեք, ես չեմ ասում թելադրանքով, բայց Ալիևը շատ լավ ձևը գտել է ձեզ ոնց կառավարի ժողովուրդ։ Այսինքն ինքը ինչ ասի, դու գալու եք դրա հակառակուսակ։ Իմ մոտ տպարությունն է, որ եթե հանկարծ Ալիևը մի օր ասի, այ որ թոշակները Հայաստանում բարձրանան խաղաղության պայմանագիր չի կնքվելու, դու գալու եք այստեղ թմկահարեք, ասեք հանկարծ չբարձրացնեք թոշակները։ Կամ հակառակ է, այդ որ ասի։ Ну, հակառակ ես օրինակներ, այսինքն ինքը ինչ ասում է, դու գալիս ես ասում եմ, ինչ նորություն ուզում եմ իմանալ, Հայաստան դաշինքից տեղեկանում եմ, ժողովուրդ ջան, մի թույլ տվեք Ալիևին կառավարել ձեզ։ Խոսեք Հայաստանի Հանրապետությունից, լավ։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար